Շնորհակալություն եւ ասեմ, որ իմ հյուրը արդեն այստեղ է, Արցախյան 3 պատերազմների մասնակից Մանուկ Այվազյանն է, ողջույն, պարոն Այվազյան, շնորհակալ եմ, իր զինակիցները կոչել են Արջ, մականունն են կոչել, բայց մինչ մեր զրույցին անցնելը ուզում եմ տեղեկացնեմ, որ օրերս ավելի ստույգ հունիսի 29-ին այստեղ Լոս Անջելեսում նաև Մանուկ Այվազյանն էր մասնակցում, այսպես ասենք Արցախյան ազատամարտի մի շարք, մի տասնյակ մասնակիցների ջանքերով տեղադրվեց խաչքար, նշվեց անհետ կորածների օրը, մենք պատրաստել ենք ռեպորտաժ, առաջարկում եմ դիտել, հետո շարունակենք զրուցել Մանուկ Այվազյանի հետ։ Այսօր հունիս 29-ը անհայտ կորածների հիշատակի օրն է եւ այսօր մենք Հովնանց Փազանի առաջնորդությամբ մեր առաջնորդանիստ Սուրբ Հևոնդաց եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարեցինք հիշատակ բոլոր անհատ կորածների եւ հատկապես հիշատակելով Արաբոջոկատի անհայտ տղաներին, որոնք գիտեք Մարտակերտում այդ ողբերգությունն եղավ 78 հոգու հետ եւ այդ ջոկատի լեգենդար հրամանատարը հայտնի մեր Մանվելն է, հերոս Մանվելը եւ այսօր խնգարկեցինք, աղոթեցինք, որ Աստված տղաների հոգին լուսավորի, որոնք դարձան մեր ազգի նահատակներ, մահ իմացյալ կարգով գնացին մարտի դաշտ, կյանքը չխնայելով եւ Սուրբ նահատակների դասին կարգվեցին, որը ամենաթանկագին պսակն է սրբերի մեջ, ինչպես ասում է մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը հիշատակն արդարոց օրհնությամբ եղեցի, ամեն։ Այդ է հիշելու այն ինչ որ մենք իբրև հայ ազգ, ինչպես հայ ժողովուրդ ամբողջ աշխարհով մեկ, որտեղ էլ որ գտնվենք, զոհեցինք, արեցինք մեր պապենական հողերի համար, հիշատակի եւ Արցախի համար եւ որ դեր աշխատանք կա արվելու, որովհետեւ հիմա ամերիկյան մի հատ գեներալ կա Ջորջ Փաթոնը երկրորդ համաշխարհային պատերազմի, որ երբ իր զորքերին ասում էր նախքան գնալ պատերազմի, ասեց ձեր պարտականությունը չի զոհվել
ձեր ազգի եւ ձեր երկրի համար ձեր պարտականությունը թշնամուն զինվորին սպանել է, որ ինքը զոհվի իր ազգի եւ իր երկրի համար։ Բայց ցավոք սրտի պատերազմում զոհեր լինում են։ Եվ այսօր, երբ մենք այս անհայտ կորածներին հիշում ենք, չգիտեմ ինչպես ես ինքս ընդունեմ հիմա ինչ ուրեն, որտեվ անհասկանալի եմ համար, գուցե ավելի լավ է օտար ափերում թաղվել, այստեղ Միացյալ Նահանգներում մարդ նստի ֆորս գլոնում, քան նույնիսկ եթե անհայտ կորած ես գոնե գիտես, որ դու քո պապենական հողերի մեջ ես եւ ի վերջո ամբողջ հայրենիքն է գերեզմանը, ամբողջ հայ հերոսներին։ Իրենք զոհեր են իրենց ամենաթանկարժեք բանը իրենց կյանքը եւ մենք որ հայրենասեր ենք, սիրում ենք մեր հայրենիքը, ոչ մեկը մեզ չի խնդրում որ մեր կյանքը զոհենք, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգտակար լինենք մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին։ Շատ լավ է որ այսօր մեր անհայտ գորազների հիշադակին այս խաչքարը կանգնեցվեց։ Այս խաչքարը միշտ հիշեցնելու է մեր ժողովրդին, երբ որ կան եւ տեսնեն այս խաչքարը, որ անհայտ գորազները պետք է որ մեր մտքի մեջ միշտ վար մնա եւ մեծ հարկանքով եւ սիրով հիշենք իրենց բարի հիշադակը։ Ինչի համար է մեզ կարևոր անհայտ կորած մեր եղբայրները, մեր ծնողները, մեր բալեքը, ովքեր որ տուն չեն վերադարձել։ Մենք փորձեցինք ունենանք մի վայր, որտեղ որ մենք կարողանանք իրանց հիշեն ու այսօրվա այս գեղեցիկ օրը, որ մենք հավաքվեցինք ստեղ, կազմակերպիչներին եմ ես ուզում շնորհակալություն հայտնել ու մեծարել մի մարդու Սակոին Արաբոջոկատի, որովհետև այս մեծ մասամբ այս նախաձեռնությունը Իրանն է եղել, որպեսզի մեր անհետ կորած աղբերները ունենան իրանց սրբավայրը, որտեղ որ մենք գոնե մենք, եթե ոչ հայությունը, որովհետև այսօր հասկացա նրան, որ մեր լոսում ապրող մեր հայերն են քնած, որովհետև այսօր այնց առիթ էր, որ պետք է այստեղ ասենք շատ մարդ լիներ, բայց փառք Աստծո մենք ովքեր որ կռվել են ու շատ տղերք այստեղ հավաքվածներից բոլորը Արցախյան առաջի պատերազմի մասնակիցներ են, մեկս մյուսով բոլորին ճանաչել ենք, հնարավոր չէր որ ասենք այդ բոլորին են պատերազմի դաշտում ճանաչեն։ Այսօր հավաքվել ենք Սուրբ Եկեղեցու բակում հիշելու համար մեր զոհված ընկերներին, մեր նահատակված ընկերներին, ապրեցնելու նրանց, ինչպես տեսեք ազգայիններն են հավաքված, բոլորը հիշում են մեր պատմությունը, վաղանցյալի պատմությունը, ոչ ոք այսօր հաշ չի այսօրվա վիճակով եւ զրուցելով բոլորի հետ, բոլորն էլ ցանկություն ունեն կրկին հետ բերելու, այսպես ասեմ, մեր նահատակների սուրբ արած գործի, այսպես ասեմ, արդյունքները, որովհետև մեզանից խլվեց, մեզանից գողացավ, մեր կենսագրությունը փչացվեց, մեր պատանի երիտասարդ հասակ, այսպես ասեմ, անիմաստ թույլ չենք տալու որ անցնի։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում կունենանք լուրջ նորմալ ազգային միասնություն, որը որ նորից բարձրացնի ալիքը, ազգային ալիքը, պահպանելու համար մեր եղած հայրենիքը եւ նաեւ վերամիավորելու համար մեր այն հայրենիքի հատվածները, որոնք որ այսօր խլված են փաստորեն մեր իշխանությունների ձեռամբ բարբարոսների կողմից։ Այսօր մենք Շարցանի դիմաց արարողությունը կատարեցինք, խնկավառությունը արեցինք, Սրբազան պարգևը իրեն խոսք ասեց, հաղորդեց Աստված նրանց կյանքերի մասին համար, ովքեր որ կենթանի են մենք երջանիկ ենք, իսկ ովքեր չկան Աստված իրանց հոգին լուսավորի։ Իհարկե ցավը մենք գիտենք ինչա Իրանից ներկայացնում են տղաներն են ովքեր որ մասնակից են եղել այս կռիվներին։ Չգիտեմ դատաստաններ մեզ թե մենք մեր բախտով ընկանք այդ օրվա վրա կանք փառք Աստծո կանք էլի ոտքի ենք էլի կմասնակցենք մեր
երկրի մեր ժողովրդի, մեր ազգի, մեր եկեղեցու ազատ անկախ լինելու համար, բայց ես կխնդրեի իմ ժողովրդին, իմ ընկերներին, իմ ընկերակիցներին, բոլորին, որ համախմբվենք։ Իհարկե միշտ մեզ դասա, երբ որ համախմբված ենք եղել, մի բռունցք ենք եղել, հաղթանակների հասել ենք։ Ես քեզ պետք է նայեմ տենդեր։ Եվ զրույցը սկսենք Մանուկ Այվազյանի հետ, Արցախյան պատերազմի 3 պատերազմների մասնակից, Արջ Մականնով։ Գիտեք, Մանուկ, որ քիչ առաջ միասին դիտում ենք եւ նաեւ այդ օրը, որ զրուցում էի տարբեր մարդկանց հետ, մի տեսակ թախիծ տեսա, թախիծ։ Եվ այդ թախիծը միայն այն թախիծը չէր, որ կորուսյալ ընկերներ են ունեցել, մարդկանց, որոնք այսպես իրենց կյանքը դրել են, դա միշտ է եղել, բայց այս անգամ մի տեսակ ուրիշ թախիծ տեսա, ինչ որ հիասթափություն, արդյոք դուք զգացել եք դա եւ դա ինչ թախիծ է, արդյոք ինչ որտեղ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է այդ հիասթափությանը բերել մարդկանց մոտ, հույսը չի կորել իհարկե, բայց թախիծը կար, դուք եք դա զգացել։ Ողջույններս Արտուր ջան, քեզ ու շնորհակալություն, որ հրավերքի համար, որ հրավիրել ես ինձ ձեր տաղավար։ Թախիծը ես արդեն ռեպորտաժի մեջ էլ շեշտեցի, թախիծը նրանումն է, որ հայը պետք է իր հերոսներին գնահատի։ Լեզվով հերոսին չեն գնահատում։ Մեռնելուց հետո հերոսին չեն գնահատում։ Ու հավատում ես, ես այդ օրը որ ընդեղ էի, ես Facebook-ով տեսա, ես կոչարեցի, որ այս ինչ օրը լինելու է Խաչքարի բացումը։ Ու միայն մենք եղանք, մենք ովքեր որ Արցախյան պատերազմի, առաջի պատերազմին մասնակիցներն էին մեծ մասամբ, ու կային էլի ուրիշ մարդիկ էլ կային, բայց այն չէր, ինչը որ ես սպասում էի։ Ես սպասում էի հային տեսնեի։ Որ համայնքը տեսնեի, հայության համայնքը, որ ներկա գտ, որովհետև ամեն մեկը իր տան մեջ սեղանի շուրջ բոլորը հայրենասեր են։ Կենաց են ասում, բայց կենացներով երկիր չես կարա պահես։ Պարելով, ուրախանալով, դա էլ է պետք։ Ես չեմ ասում կտրվենք այդ կյանքից, չէ, բայց համախմբում է պետք։ Մենք ինչ հասկացանք տարիների ընթացքում, որ ազգայնականներին մոռանալով դուք մոռանալու եք ձեր ազգը, ձեր գոյությունը։ Որովհետև ազգայնականները միշտ այն մարդիկ են եղել, ովքեր որ չեն վաճառվել։ Ես կարող եմ լիքը անուններ բերել մեջ։ Թեկուզ Նժդեհը, թեկուզ Անդրանիկը, Գևորգ Ջաուշը, նրանք ազգայնականներ են եղել։ Ու այն ժամանակ ժողովուրդը, քանի որ այս ինտերնետային այս կապը չի եղել, brain washing-ը չի եղել ժողովրդի մեջ, այսինքն չեն տարածել մի բան, լսել են այն տղերքին, ովքեր որ իրանց կյանքն են պատրաստ եղել տալու հայրենի հողի համար։ Այո։ Իսկ այդ թախիծը նորից թեման եմ ուզում շարունակել, արդյոք ազդել է տրամադրվածության վրա այն մարդկանց, ովքեր որ ձեզ մարդկանց, այն տղաներին, որոնք հավաքվել են այդ օրը, արդյոք ձեզ համարել է, այսպես ասենք, Արցախի էջը փակված, որովհետև Հայաստանում այդպես է ձեր ասած brain washing-ը, տեխնոլոգիաները այնպես է կիրառվում, որ մարդկանց մոտ ասում են, լավ, դե անցյալը, ել չեմ ասում 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին, հիմա արդեն փորձում են մեզ ստիպել, որ մոռանանք նաև 2-3 տարի առաջ տեղի ունեցածը, իսկ ազատամարտիկ այդ կռված տղեկի մոտ ինչ որ գաղափարական փոփոխություն կա, թե նորից ձեզ համար դեռևս Արցախը, այսպես ասենք, արթուն էջ է, թե կարելի համարել փակված։ Արտուր ջան, իմ համար ինչ տրամադրվածություն կա, ուզում փոխանցեք այդ տրամադրվածությունները։ Արցախի էջը չի կարող փակվել։
այն ժամանակ մենք չենք ունեցել ինտերնետային կապ, այսինքն չի տարածվել անունները։ Արցախյան առաջի պատերազմի, եթե չեմ սխալվում, մոտ 3000 գումարած 3000-ից ավել մենք զոհեր ենք ունեցել։ Ու էլի մոտ 10000-ի քանակությամբ վիրավորներ, որ մարդիկ վիրավորվել են։ Այնտեղ արունա թափվել։ Ու հայ պատմության մեջ, հայ ժողովրդի պատմության մեջ Տիգրան Մեծից հետո եղել է առաջի պատերազմը, որտեղ մենք հայերս հող ենք հետ գրավել։ Ինչ եղավ, մեռավ, այդ գաղափարը մեռավ մեր մեջ։ Դավաճանները միշտ եղել են ազգի մեջ։ Դավաճանները եղել են, ծնվում են, որովհետև իրանց այտենց ուզում են, որ իրանք այտենց մեծացնեն իրանց երեխեքին։ Բայց այն մարդը, որը այտենց չի մեծացնում իր երեխուն, դաստիարակում որպես հայ, այդ երեխան մի օր այս շորշոփի մեջից էլի մի օր զարթնելու է, ասելու է իմ papan այս հող ու ջրի համար կռվել է, բայց ես քեմ ես ճյուղը բռնե, չէ որ ես հերոս papa եմ ունեցել, չէ։ Ու հելի իր մոտ էդի ֆռալու է, նորից հետա գալու թախիցը ինչն է, մեր այս ամբողջ պատմությունն ինչն է, որ հայ մայրերը սկսեցին իրենց երեխեքին դաստիարակել մի ձևի, որ հողը այն չի, որ ինչի համար պետք է մեռնես։ Ու այդ մթնոլորտը փոխվավ։ Մենք ազգայնականներս դրա համար ենք թախծում։ Մենք մեր արած գործի համար չենք թախծում։ Որովհետև մենք ինչ որ արել ենք, մենք արել ենք մեր պապերի ժառանգությունը պահպանելու համար։ Դրա համար ենք գնացի։ Գիտակցաբար մահը անմահություն է։ Երբ որ դու գնում ես գիտակցաբար, գիտենալով որ կարող է հետ չգաս, դա քո համար արդեն անմահություն է, որովհետև դու դասվում ես սրբերի շարքին, Պարքև Սրբազանը լավ ասեց։ Որովհետև դու գիտակցելով ես գնում, քեզի չեն բռնում տանում։ Եվ ամենակարևոր, այսպես ասենք, մեսիջը այն էր Տիգրանը, դա շատ լավ ձևակերպեց, որ էլի են գնալու։ Աստված մի արասցե, հիմա օրինակ ասում են սկուտերի վրա այսպես այսօրվա իշխանությունը փորձում է մատուցել արդեն Սյունիքը, Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Քո կարծիքով, եթե նման իրավիճակ ստեղծվի, այն նույն հայրենասիրություն, այն նույն ջղով էլի նորից գնալու են հայերը։ Արտուր ջան, հիմա ես դուք եւ մնացած ազատամարտիկները, որոնք այսօր իդեպ ասեմ, ես դա էլ զգացի, որ Հայաստանում տեղ չունեն եւ ավելին ասեմ, շատերը ինչ որ զգուշանում են, որովհետեւ Հայաստանում դատում են հերոսներին, փակում են բոլոր հայրենասերների բերանը, ազգային միտքը կարծես թե լռեցնում են եւ այլն։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ դա։ Թե դուք կարծում եք, որ դա ժամանակավոր երևույթ է եւ նորից մենք վերադառնալու ենք, այսպես ասենք, մեր ակունքներին։ Եթե հիմա Աստված մի արասցե, սենց բան ձևակերպենք, հա, Սյունիքի հարցն է բարձրացայնվում, չէ՞, Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է եւ վերջ, չէ՞։ Նույնը խոսում էր խոսույթի մեջ։ Դրա համար շատերի մոտ կասկած կա, որ այս որ ասում է Հայաստանի իշխանությունը, Արցախը Հայաստան էր, պարզվեց հետո Ադրբեջանը։ Հա, հիմա Սյունիքի մասին։ Ասածս ինչն է, որ ասենք հիմա Սյունիքի հարցի շուրջ է այդ խոսակցությունը գնում ու պատերազմ։ Բերեք sense նայենք, պատերազմը սկսվեց։ Մենք բոլորս գնացինք առաջնագից։ Եթե մենք չունենք հերոս հզոր հրամանատար, մենք ո՞նց ենք գնալու առաջ։ Մենք գնացել ենք, ընդեղ ենք։ Ու մենք գիտենք, որ Սյունիքի մարզում բոլորը ընտրել են Փաշողլի։ Մենք ո՞նց ենք գնում այնտեղ։ Ում ինչ հիմունքների վրա։ Հասկանալի է։ Մի բան էլ գիտեք, այսօր կարծես թե Սփյուռքը համալրվել է այդպես ազգայնական դեմքերով, դուք ազգայնական ձեզ համարեցիք, կռված տղեկով եւ այլն։ Մեկ ուրիշ բան էլ կա, մենք 2 օր առաջ ազգային ժողովը Հայաստանի եւս մեկ քայլ արեց, որով դրսևորում է ատելությունը ընդդեմ Սփյուռքի եւ այն մարդկանց, ովքեր որ այսպես ասենք գտնվելով նույնիսկ Հայաստանից դուրս կարող են շատ ավելի շատ օգուտ տալ Հայաստանին, քան հենց նույն Հայաստանում բնակվելով հենց նույն մարդը։ Զրկեցին ընտրելու իրավունքի հնարավորությունից։ Այսինքն, եթե ուզում ես ընտրվես, պիտի գաս 2 տարի ապրես Հայաստանում կամ գոնե մի տարի պիտի ապրես Հայաստանում։
ինչը ըստ էության դրսում ապրող մարդու համար, որը ունի աշխատանք, որը ունի պարտականություններ եւ այլն, անհնար է, այսինքն մարդկանց զրկեցին ամենակարևոր իրավունքից։ Դուք զգում եք, որ Սփյուռքի նկատմամբ եւս այն ծրագրերը, որոնք թուրքերը չեն կարողացել իրականացնել, այսօր իրականացվում է Հայաստանի իշխանությունների ձեռքով։ Ուրեմն այդ օրենքը ինչը որ ինքը ընդունել է։ Դա մի օրինակ է, բայց դա միակ չէ։ Բացի դա, էլի լիքը օր Սփյուռքի նախարարությունը փակվեց, էս եղավ, չէ, ասենք գործը կար, գործոնը կար, Սփյուռքի հետ կապը կար։ Սփյուռքը միշտ օգտագործվել է որպես բանկ, հա, գումարի առումով ավելի կոպիտ բառը կա, ասում են կթուկով։ Կթուկով։ Ես չեմ ոնց որ ծրագրի մեջ չգիտեմ ինչքան ազատ կարամ խոսամ, բայց կթուկովի տեղ են օգտագործել Սփյուռքին։ Հիմա որ ամեն մեկ մտնում ես կոմենտարիաները կարդում ես, ասենք մարդիկ գրում են, դուք ինչ գործ ունեք, եք խառնվում Հայաստանի հետ, այդ դուք ինչ գործ ունեք, ես խառնվում Հայաստանի կյանքին, մեկը չկա, ասենք դու ինձ ես այդ հարցը տալի, անձամբ ինձ։ Եթե ես չեմ ասում, չէ, ասենք ես կա, որ այս մարդը 3 պատերազմ անցել է, լինելով ես արդեն 28 տարի բնակվում եմ Սփյուռքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց 3 պատերազմների մասնակցել եք։ Անձամբ եթե ես իմ ընտանիքը, թե ես իմ ընտանիքը ընտանիք չի։ Իմ ընտանիքն էլ է ընտանիք, չէ, կին, 2 երեխեք, ծնող, հարազատներ, ու սա դեմ էին որ ես գնայի, բայց իմ ընտանիքը անձամբ գիտի, որ հարցը հասավ հայրենի հողուջին, ես պետք է ինձ լինեմ։ Ես էլի եմ պատրաստ գնալու։ Բայց համախմբում, հա, Սփյուռքը մեծ ուժ է, մարդիկ չեն հասկանում, չեն գիտակցում, Սփյուռքին ջնջելու են իրանց պատմությունը։ Այսինքն իրանք գնալու են միտեղ, որտեղ չի կարելի գնալ, իրանք այդ քայլերն են հերթով այս հիմիկվա իշխանությունը տանում է դրան, տանում է թրքացման։ Թուրքական ծրագիր է իրականացնում։ Ես չեմ ասում Սփյուռքում չկա այդ գաղափարը։ Սփյուռքում էլ են լիքը, Արտուր ջան, նամանավան դու շատ ես շփվում, դու գիտես, որ այս վերջի մի քանի տարիներին հենց նույն այս կառավարությանը բերողների մոտավորապես 25-ից 30%-ը փախնում գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եթե դուք բերել եք, Ինչեք փախնում։ Ինչեք փախնում, ախպեր։ Գնացեք այնտեղ ապրեք։ Չէ, գիտեք որ նա այդ աշկիր որ փախել են, դիմել են քաղաքական ապաստանի, ու Նիկոլինեն մեղադրել են։ Քաղաքական ապաստան թղթի վրա գրել են։ Բայց հիմա Նիկոլ են կարոզում այստեղ։ Իրանք եկել են այստեղ, օրինականացել են, փնովելով հիմիկվա իշխանությանը։ Բոլորի քեյսերը, ասենք փառք ասու, հնարավորություններ կա, կարանք հանենք մենք։ Ասենք տվյալ մարդը ինքը լինելով ընտանիքով, ոչ թե մենակ, լինելով ընտանիքով հիմիկվա իշխանավորներին բերող, փնովելով հիմիկվա իշխանությանը, դարել օրինականացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ստանում է welfare, ամեն ինչ, օգտվում է այդ ամեն ինչից, պլյուս Նիկոլա Քարոզում։ Պարզ է։ Ախպեր այդքան լավն է, գնացեք ընդ ապրեք։ Այո, այո։ Դե լիքը բացական երևույթներ կան նաև Սփյուռքում, դրանցից մեկն էլ քիչ առաջ խոսում ենք, ուզում եմ դրա մասին հարցնել, Սերժ Թանկյանի մասին մենք քիչ առաջ խոսեցինք, հիմա բոլորը քննարկում են Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման թեման, Սփյուռքում էլ հատկապես շատ մեծ քննարկումներ կան։ Սերժ Թանկյանը հայոյում է Իսրայելին, որքան էլ տարօրինակ է, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Իհարկե իր, այսպես ասենք, իր բնորոշումն այն է, որ իբր Իսրայելը, մի խոսքով, ամեն դեպքում քո կարծիքով իմ կարծիքը որպես պետք է ողջունել դա, թե պետք է ասենք, ասել ոչ դու ցեղասպան ես եւ այլն եւ այլն։ Կա այդպիսի երկիր, ասում են, որ Իսրայելը իր շահերից ելնելով է ճանաչել։ Իսկ ի՞նչ է, ասենք, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը իրենց շահերի դեմ են ճանաչել։ Արտուր ջան, բարձր որ բոլորն էլ իրենց շահերն ունեն։ Արդյոք մեր հայության դիրքորոշումը պետք է լինի Իսրայելին հայոյելը, թե հակառակը պետք է ողջունել դա։ Անձամբ իմ համար ցեղասպանությունը այն թեման է, որ ցեղասպանությունը մի բան է, որ մեր մեջ է, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գաղթականի ծոռ է, որովհետև մեր պապերը ընդեղից են եկել, ես անձամբ մշեցու ծոռ եմ։ Ու եթե այսօր ինչ որ թեկուզ իմ թշնամին, հա, վերցնեմ սենց,
Ադրբեջանը ճանաչի հայոց ցեղասպանությանը, ես շատ ուրախ կլինեմ, որովհետև ինչ-որ մի երկիր նորից ընկավ, չէ, ես չեմ ասում հրաների Ի վերջո 100-ից ավել երկրներ չեն ճանաչել։ Մի օր ճանաչելու են։ Այսօր այդ մարդը ճանաչել է, թեկուզ եւ իր շահերն ունի։ Դա կապ չունի։ Այս կյանքում ընդհանրապես այդ գեոպոլիտիկայի մեջ, հա, եթե մարդը մի բան անում, ինքը իր շահն է հետապնդում, ոչ թե մեր երկրի կառավարության պես։ Մենակ ուրիշի շահերը, մեր շահերը չկա։ Այո, դա բացառիկ։ Հիմա Սերժ Թանկյանը հենց ինքը անձամբ թելում է այսօրվա իշխանության կառավարության թելը։ Եվ ըստ էության Թուրքիայի թելը։ Եվ ըստ էության Թուրքիայի թելը։ Հիմա ինքը այն օրը ճիշտ ասած տեսա հոր հետ երգում էր, բան, ասեց papaիս հետ, բան, ասեց, բան, բայց ինչ եք երգում papaիդ հետ։ Ինչ ես այդ երգը երգում։ Եթե դու ցեղասպանություն այսօր, ասենք հрьян ճանաչել է մեր ցեղասպանությունը, ինչքան էլ ինքը շահ ունի, ինքը ճանաչել է։ Ես չեմ ուզում խոսամ այն հետևանքների մասին, ինչը որ պետքա լինի, բայց այդ հետևանքների համար մենք պատրաստ ենք այդ հետևանքներին։ Այսինքն ինչ է լինում, եթե դուք ունեք իշխանություն, որը որ պատրաստ չի նման գործողությունները տանելու առաջ, դուք ընտրեք այն մարդկանց կողքը համախմբեք, ովքեր որ պատրաստ են այդ ճանապարհը տանեն առաջ։ Իրանց տեսակետով, իրանց ձևերով։ Մանուկ ջան, ձեզ հարց ունեն մեր գործընկերները, խնդրեմ Երևանի տաղավարից, թե Մոսկվայի, չգիտեմ։ Հիմա կիմանանք։ Տաղավարից Արտուր ջան, Երևանի տաղավարից, պարոն Այվազյան, շատ հաճելի էր ձեր զրույցը Արտուրի հետ լսել։ Արտուրին կարող ենք միայն խնդրել ավելի հաճախ այսպիսի հյուրերի հրավիրել մեր տաղավար, ուղղակի կուզեի շարունակելով նաև այն միտքը, որ դուք ներկայացրեցիք, մեր հարգելի հեռուստադիտողներին երկու դրվագ պատմեմ եւ հարցս ձևակերպեմ։ Ուրեմն 18 թվականի իրադարձությունների կարգախոսի հեղինակը մի քանի տարի առաջ լքել է Հայաստանի Հանրապետությունը, եթե չեմ սխալվում, Նիդերլանդներում է ապրում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից շարժվում էր դեպի Երևան, տենց հայտնի ակցիաներից մեկը այն էր, որ իրենք փակում էին տեսախցիկները, ճանապարհին տեղադրված տեսախցիկները, այդ արագության չափման այդ համակարգերը ներքնազգեստով էին նաև փակում։ Մի աղջիկ կար, որը իրականում դրանով էր հայտնի դառել այդ օրերին, ինքը եւս լքել է Հայաստանի Հանրապետությունը եւ անմիջապես հարցից ասեմ, տեսեք, մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության եւ դրանից հետո լքել են Հայաստանի Հանրապետությունը եւ համալրել են հայկական սփյուռքը, մասնավորապես ամերիկյան սփյուռքը։ Իրենք ինտեգրման տեսանկյունից սփյուռքում ընդունված են թե ոչ։ Այսինքն, եթե դուք օրինակ գիտեք, որ այս մարդը եղել է այն մարդկանցից մեկը, ով նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, սփյուռքում այդ մարդկանց նկատմամբ ինչ որ յուրահատուկ վերաբերմունք կա, թե իրենք շատ հանգիստ, շատ բարձ ինտեգրվում են սփյուռքյան կառույցներին։ Շնորհակալություն հարցի համար, ողջույններս ձեզ, Հայաստանի տաղավար, չէ։ Ուրեմն, սենց ասեմ, անձամբ իմ մոտ ոչ մեկ չի կարող ինտեգրվի, որովհետև ես մի քիչ աննորմալ գաղափարի տեր եմ, իմ գաղափարը շատ մարդկանց մոտ չի անցնում, բայց մարդիկ կան, որ ընդունում են, մարդիկ կան, որ իրանց, ասենք, ընկերն է եղել, ես իմ սաղ բարեկամներից յան եմ տվել, որովհետև մեծ մասի իմ բարեկամների իշխանության հետ են, ես ոչ մեկ հետ չեմ շփվում։ Ճիշտ է, մեծ մասը ստեղ չեն, ընդեղ են, բայց չեմ շփվում, որովհետև ես չեմ ընդունում։ Եթե դու մի բանը չես ընդունում ու դու փաստացի կարողանում ես ապացուցես, որ տվյալ իշխանությունը, ասենք, մեր երկրին վնաս է, որովհետև հələ 18 տվիշ չէ, հələ դեռ 90-ականներից ես իրան գիտեմ, ճանաչում եմ։ Ու ասենք այսօր, ասենք ինքը գա Քաշնազար պատմությունը դարավ, ինքը օթից եկավ, այսինքն օթից չեկավ։ Բերեցին իրան, դրեցին ու այսօր ասենք այդ մարդիկ տեղափոխվում են Սփյուռք, մի մասակա Սփյուռքում, որի համար միայն սեղանի վրա է հայրենասիրությունը, երկերի պարերի մեջ է հայրենասիրությունը, մեկ էլ հայրենասիրությունը հիմա բրենդ հագնելու մեջ է դառել։ Ասենք, որը ինչ բրենդ ավելի թանկանոց բրենդ կհագնի, ու այդ ամեն ինչը կապում են հայրենասիրության հետ, որ իրանց ավելի շատ լսող լինի։ Որովհետև իրանք հագել են բրենդ, ասենք 5000-անոց Սավոք այդ զանգվածն էլ կա եւ շատ են նմանատիպ մարդիկ։
Շնորհակալ եմ Մանուկ ջան հետաքրքիր զրույցի համար, ինչպես Բենյամին ասաց, ավելի հաճախ հանդիպենք։ Ես պատրաստ եմ։ Եվ ու մենք բոլորս ենք պատրաստ։ Ես արդեն ասել եմ։ Ընկերը ասաց Փալաբեկ Բարսամյանը, հուսանք, որ մենք կունենանք ազգային համերաշխություն, հզոր համերաշխություն, որտեղ այլապես ցավոք կարող են կորցնել մեր հայրենիքը։ Այո։ Այո, ես էլ եմ շնորհակալ Արտուր ջան։ Ինչի՞ չէ կարող եք մի հատ ուրիշ ծրագիր էլ նախատեսել հենց հայրենասիրություն քարոզելու համար։ Մեր պատերազմ անցած տղերքին չպետք է մոռանանք։ Այո, մենք ամեն ինչ անում ենք, որ չմոռանան։